Թարմ ուղեղով հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, խոսափողի մոտ Գարեգին Խումարյանն է եւ Տիրան Լոկմագյոզյանն է, ողջույն Տիրան։ Իսկ հեռակապով մեզ հետ աշխարհի անկյուններից որևէ մեկից, որի վերաբերյալ որևէ պատկերացում չունեմ, Սևան Նշանյանն է, հայաստանյան ռադիոլսողները թերևս իմանան, որ նա մեր հայրենակիցն է, ով վերջերս փախել է թուրքական բանտից։ Ցավոք սրտի, պարոն Նշանյան, մենք այդ խնդիրը ունենք Հայաստանում, ձեզ այդքան էլ լավ չեն ճանաչում։ Ինչպես խորհուրդ կտայիք ներկայացնել ձեզ 2-3 բառով, որպեսզի բոլոր Հայաստանի հայերին պարզ լինի, թե ով է մեր զրուցակիցը։ Մի քանի դարբեր բաներ ունեմ, լեզվակետ եմ, գրող եմ, այսինքն ակադեմիկ լեզվակետ եմ եւ թուրքերենի էտիմոլոգիայի pararանը գրած եմ, որ ուրիշ չկա միակ իր ջուրի մեջ։ Իսկ ատկեզած զանազան նյութերով վրա, այսինքն Թուրքիո ժողովրդական եւ պոլիտիկական նյութերով վրա շատ մկիրը գրած են, որ բավական ցամբերած են։ Իսկ ատկեզած բոլորովին դարբեր բամը, բոլորովին դարբեր չէ իրականի մեջ, 25 տարի է, որ Թուրքիայի հարավը բզդիկ հին պատմական քյուրիմը մեջ հաստատված է, եւ այդ քյուրին ռեստորացիոնը, այդ քյուրին վերագնքնությունը, նորոգումը եւ քյուրի մեջ քյուրի մոդ նոր ակադեմիկ գետրոն մգազմելու հետ սպառած է։ Երկու ֆունկցիոնի մեջ ալ Թուրքիո կառավարութենն հետ Թուրքիո դեվլետ Բեդության հետ բավական խնդիր ունեցած են, որովհետև թուրքական ասկային ստանդարտներու բավական դարբեր իծմը բերող մեկն եմ։ Բարոն Լոկմագյոզյանը ավելի լավ գժանչնագը կարծեմ, թե ըրացներս և կլոխուսեկացները։ Բարոն Նշանյան, դուք այս պահին Թուրքիո ամենանշանավոր հայ մտավորականն եք։ Հատկապես ձեր այս հետաքրքիր փախուստով ավելի ճանաչվեցիք եւ ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Հայաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում։ Ես վերջերս մի հարցազրույց էի տվել, ձեր մասին հարցրել էին, ասեցի Սևան Նշանյանը արեց ինչ որ բան, որը իրեն շատ կսազեր, շատ կվայելեր։ Այդ փախուստը բակասում էր ձեր կենսակրթության մեջը բանդից եւ դա էլ կատարեցիք։ Մեզ խնդրում եմ պատմեք ձեր պատմությունը, թե ինչպես եղավ եւ ինչ պայմաններով դուք հայտնվեցիք բանդում, ստացաք բավականին բարձր պատիժներ, ինչ որ բավականին ասեմ հիմար բաների համար եւ մի քանի տարի, այսինքն մոտ 3.5 տարի այնտեղ մնալուց հետո նաեւ փախակ։ Ինչպես կատարվեց այս ամեն ինչը, ինչու փախակ, ինչու մտաք ներս, ես հիշում եմ, որ բանտ մտնելու ժամանակ դուք ձեր բարձնել ձեզ հետ տարել էիք եւ թվում էր թե կարճ ժամանակով դուրս կգաք, բայց այդպես չեղավ։ Այո։ Աս պատերազմն է, որ 15-20 տարի է շարունակի Բեդությանն եւ Բեդության գողմե անհանդուրժելի եղած էր իմ հաջողություններս եւ ուզեցին դեսակը բաճել եւ ես սա խորեցանք ես եւ ընկերներս որ կարելի է դարի մգամ դարի է մի քիչ ավելի կարելի է 2 տարի փանդարգվին բիդի եւ ասիգա գարժե աս ռիսկը առնելու որովհետեւ շատ գործեր ունիմ Թուրքիո մեջ մասնավորապես իմ քյուրիս մեջ շիրինջե քյուրի մեջ մեծ պրոժեներու մեջ ենք եւ ասում շարունակել գուզեմ ուրեմն վերադարձա Թուրքիա եւ փանդը ինքս հայտնեցի էսեգա ռամեցեկսի գրգին եւ գրգին նոր պատիժներ եկան եւ եղավ 17 տարի գրեթե 17 տարի 16 տարի 8 ամիս փանդարգությունը սկսվածվի որը ստել է
նվազագույն 3 տարի ևս, կարելի է 5 կամ 6 տարի ևս, պիտի փանդարգվի։ Վերջին 1 տարվան մեջը, 1.5 տարվան մեջը խոսեցան կառավարության եւ պետության որոշ բարձր անձերու հետ եւ ընդհանուր Թուրքիո մեջ ամեն մարդ կտեսնի թե ասիգա ուրիշ տեսակ անիմաստ եւ խենթ վիճակ մնե եւ անգարելի է որ շարունակի եւ անիրավություն մգա մեր գործի մեջ եւ ինձ յուսիմ որ քիչ մգեցի ջարմը պիտի գտնան սա ծեվով ջարմը պիտի գտնվի սա ուրիշ ծեվով ջարմը պիտի գտնվի բայց դարի ու կես անցավ եւ հայտնի եղավ որ ամենելու միտք չունին եւ ասպիտի շարունակի այս վիճակը ուրեմն որոշում դուք որ ալ գպավե 3.5 տարին շատ է իսկ բանը փախումը ինքը շատ ինտերեսանտ շատ հետաքրքրական բան չէ որովհետեւ 3 ամիս առաջ ինձի փած բանը այսինքն ավելի թյուրն ինչ կսեն կուրում դերմը անցուցին եւ 3 ամիս մեկ անգամ կարելիություն ունեի դունս վերադառնալ ուրեմն 3 ամիս անցավ շաբաթը ժամանակ դվին որ բդեդիմ այդ մեկ շաբաթվան մեջ Հունաստան անցա Պարոն Նշանյան, թուրքական բանտերի հետ կապված մեր պատկերացումները հիմնականում ձևավորված են Արևմտյան էքսպրես ֆիլմի միջոցով Օսկարակիր հայտնի կինոնկարի Որքանով է այդ ֆիլմը նման իրականությանը մի փոքր թուրքական բանտի մասին պատմեք Թուրքական բանտերը բավական շատ մոդեռնիզե եղած են այսինքն շենքերը նոր են եւ համակարգը նոր է այսինքն որևէ ֆիզիկական ճնշում կամ անհանդուրժելի բաներ չեմ տեսած բանտերու մեջ ամենամեծ խնդիրը սա է որ մասնավորապես վերջին 1 տարի է բանտերը ուրիշ տեսակ սարսափելի աստիճան խժողված են շատ մարդա ուրիշ տեսակ եւ վերջապես 8 հոգինոց սենյակի մեջ 22 հոգի են եւ ամբողջ համակարգը շատ ստրեսի դակ է դժվարության դակ է որովհետեւ այսօր պատրաստ չէ այս համակարգը այդ իրավես խնդիր մնե իսկ 3.5 տարվան մեջ 8 բանտ փոխած են ասոնց մեկ հատ հին չենք մնե բուջայի սարսափելի է շատ քեշ է այսինքն անհանդուրժելի է բայց այնտեղ 10 օր մնացի իսկ մյուսները ամեն զանազան բաներ ունին նույնը չէ ռեժիմը բայց ընդհանրապես օրգանիզե Սիստեմը լավ գազմված է եւ ավելի պսիխոլոգիկ ճնշում կա, բայց բան չի կա, ատկեզատ մեծ խնդիր չունեմ։ Ինձ միշտ շատ կանոնավոր վարվեցան ինձի դեմ, լա պանդիկարավարությունը, լա մյուս պանդարգվածները միշտ ինձի ուսուցիչ լալով դեսան եւ Ընդհանրապես ամեն շատ դիտասակ մարդիկ են, այս բավական դալիքոդ է անոնց մեջ, լավ վարվեցան միշտ։ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին սովորաբար քրեական հանցագործների հետ միասին նույն խցերում չեն պահում, Թուրքիայում ինչպես է։ Այսինքն քաղաքական ներու հետ չի ես, բարձ բանտարկյալներու հետ մեկ է, կողեր, ավազակներ, մարտասպաններ եւ այլն։ Կանք ձեր բաժին կամ ավելի ճիշտ ձեր հանցանքներին պարոն Նշանյան դուք իհարկե բազմաթիվ հանցանքներ գործեցիք ճակերտավոր ասած դուք Շիրինջե գյուղը վերակառուցեցիք այսպես ասած խուլ գյուղը աշխարհահռչակ տեղի վերածեցիք դուք թուրքերենի արմատական բառարան գրեցիք դուք գպակ նաև կրոնական ինչ որ զգացմունքներին այդ մարդկանց դուք գրեցիք նաև սխալ հանրապետություն գիրքը ինչ եք կարծում դուք ինչի համար
իրականում դատավարությունների քաշվեցիք եւ ինչի համար գրեցիք այդ պատիժը, ինչի համար ստացաք այդ պատիժը։ Շատ բարձ է, շատ որոշ է, բեդության օթորիտեին թեմ դրած եմ, ադե խնդիրը։ Եվ աս թուրքական բյուրոկրասիի համար կամ թուրքական քաղաքականության համար անհանդուրժելի բան է։ Ընդհանրապես անհանդուրժելի է, իսկ եթե հայմը ասն է, ուրիշ տեսակ, գրգին անհանդուրժելի։ Սակայն երկար ժամանակ հանդուրժեցին ձեզ։ Այո, այսինքն Թուրքերը փողերին անխելք մարդիկ չեն եւ գարավարության մեջ պոլիտիկայի մեջ խելքը գլուխ է եղող եւ կամ իրավունք քիչ թե շատ ջանացող մարդիկ կա ջանցնող Բայց բադիժը ստացակ ինչից բադիժը երբ որ իսլամական գրոնքի թեմ եւ մասնավորապես գրոնական նյութերու վրա քաղաքապարի ազատության, այսինքն խոսքի ազատության մասին քիվեր գրեցի եւ գրոնականներուն ձայրը դբեցավ Ատկեդին անհանդուրժելի կդան եւ գարձեմ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցամբ հրամանեց որ ասմարտալ գպավե Այս ամբողջ պատմության այ ազատազրկման տարիների ձեր փախուստի ձեր վերագտած ազատության հայաստանյան լրագրողների հետ շփվելու եթե ընդհանրացնելու լինենք այս ամբողջ պատմության հիմնական ասելիքը ինչն է ամենակարևորը սա է որ որքան որ հանդարգվեցա եւ 16-17 տարի պես սարսափելի բադիժի մեջ դիմավորվեցա մորալս բնավ չեմ գործընծուց եւ քիրքրել շարունակեցի եւ ետ քայլ չնետեցի այսինքն գիտեմ որ իրավունք ունիմ գիտեմ որ ճշմարտությունը իմ կողմս է եւ կարևոր է ողը իսկ բանդի մեջ մարդ ամեն բանը գվարժվի այսինքն 3.5 տարի մեծ դժվարություն չքաշեցի գարեցա շատ քիրքեր գարտալ գարեցա քիրքրել շարունակավոր քիրքրեցի 3 քիրք կդարեցի քրեցի շատ ընկերներով հետ խոսակցությունը շարունակեցի ուրեմն ազատությունը անշուշտ շատ լավ է, անշուշտ ուրախ եմ, որ ազատ եմ հիմա, բայց առաստիճան մեծ սարսափելի տարբերությունը չի կա։ Այսինքն հիմա գրնամ ծող մտնել, հիմա գրնամ լավ ջաշել, բայց ատկեզատ ներսը ով էի, դուրսնա նույնն է։ Այս մեսաժը ընդունել եւ այս մեսաժը դալ պետք է մարդոց, որ ardakին սահմանները, ardakին conditions, ardakին պայմանները առաստիճան կարևոր չեն։ Կարևոր է ողը մարդուն միտքը եւ խելքը ազատ մնա։ Այդ է կարևոր ողը։ Թուրքիայի կառավարությանն ինչ ունեք ասելու։ Ինչ կասեք հիմա իրենց։ Աստված խելք միտք դա։ Պարոն Նշանյան, մենք պարոն Լոկմագյոզյանի հետ մինչև հարցազրույցը սկսելը խոսում էինք, քննարկում էինք այս իրավիճակը։ Ինձ գիտեք մի հարց է հետաքրքրում։ Դուք սիրում եք Թուրքիան։ Անշուշտ։ Ուրիշ տեսական անիմաստ է վերացնելս։ Դուք ուզում եք որ ինքը դառնա ավելի լավ երկիր։ Քանի որ Բայկալը գա, Բայկալը բամ ունի, իմաստը պետք է ունենա, այսինքն մարդ երկիրը եթե չսիրի, ինչու Բայկալի։ Ես ներողություն եմ խնդրում, Ես իրոք ներողություն եմ խնդրում, որովհետև գուցե այնինչ իմը ասեմ, այդքան էլ ճիշտ չհասկանաք։ Օրինակ Հայաստանում ծնված ու մեծացած մարդու ականջը սարսափելի ծակում է ես սիրում եմ Թուրքիան արտահայտությունը։ Իմ կարծիքովս հայի լեզուն պիտի դժվարությամբ պատտվի այդ արտահայտությունը արտասանելիս։ Ներողություն խնդրեմ, բայց բարձ բան մնացած։ Այս
Այդ երկրի մեջ ծնած եւ մեծացած եմ, ընկերներս, ծանոթներս, մոդավորներս, գինս եւ տշնամիներս ամենա Թուրքիո մեջ են, այդ երկրի մեջ պայքարներ դուած եմ, քիլ գրած եմ թուրքերեն լեզուով, այսինքն հայերեն մեղք որ չեմ կարծել որ կարենամ գրել լավ գրել, ինձի մդի գնողները, լսողները թուրքեր են մասնավորապես, գա 50,000 կամ 100,000 հոգի, որ շատ մեծարեն գահավնին ըրացներս, ասանք կերեցիկ բան են, քյուրս մոն է, քյուրս կսիրեմ, քյուրս ինձի համար շատ կարևոր դեղ մն է, շատ մեծ չանք և labor, ենեք, աշխատանք տված եմ քյուրիս, անշուշտ կսիրեմ, Թուրքիա քեշ կառավարվող երկիր մն է, Թուրքիո կառավարությանը թեմը, Թուրքիո կառավարությունը, միագազ կառավարությունը չէ, Թուրքիո բեդությունը սխալ հիմնված և այդ երկրի համար անգամ սաստիկ քեշ սիստեմն է և շատ մարդիկ կան, խելքգլոխը մարդիկ կան Թուրքիո մեջ, որ գչանան պաներմը շտկել, պաներմը ավելի գամանավոր ծիրի վերանցել գհաչողին և կամ չեն հաչողիր, կարևոր չէ, կարևորը այն է, որ այդ աշխատանքը, այդ բայկարը կուտա։ Թեման շարունակելով, ես գիտեմ, որ զինվորական ծառայության տարիներին, երբ դուք կարգապահական տույժի պետք է ենթարկվեիք, վերադաս ռազմական ոստիկանության սպան, ուզում էր, որ դուք կարդայիք պատի վրա գրված Նեմուտլու Թուրքիում DNA արտահայտությունը, ինչի չկարդացիք։ Գադագ էր, բայց միշտ երբ որ օթորիտեն շատ ինքզինքը գահավնի և ցայնը գպարսրեցնե, պետք է ասեղ մխոթել, պետք է այդ օթորիտեն դգարացնել կամ և ադոր ամենազորավոր միջոցը հումորով պետք է թիմացրել երբ որ ինձ տալքի դես ես պատասխանեցի մի քիչ կգարթա ասինչ կկրե Նեմուտլու Թուրքիում ենե նայեցա անանն կումորըտ եսին կպարե հասկցանք Հայաստանում ամեն ինչ այդքան էլ լավ չէ, Հայաստանը այնուամենայնիվ ես կարծում եմ ձեզ հարազատ երկիր պիտի լինի, մեր պետությունն էլ աշխարհի ամենալավ պետությունը չէ ուզեն այնուամենայնիվ Թուրքիայի հետ համեմատել, որովհետև անհամեմատելի է։ Չեք ուզում գալ Հայաստան պետության դեմ հումորով պայքարեք։ Շատ կուզեմ Հայաստան այցելել, շատ կուզեմ Հայաստանի հետ ավելի մոտ վերաբերություններ ունենալ, բայց էգեի ավելի մոտ է իմ կյանքս։ Այսինքն էգե ծովը, հայերեն Էգեական ծովը։ Էգեական ծովը իմ սրտիս ավելի մոտ է, քան թե Արարատ լեռը։ Շատ սարսափելի բան։ Չէ, շատ անսպասելի ուղղակի։ Անշուշտ Հայաստանը սրտիս մոտ է, անշուշտ կուզեմ, որ ավելի մոդենալ և այս 3.5 տարվա մեջ Հայաստանը շատ ընկերներ մեծ օգուտ և օգնություն և մոդություն ցուցուցին, պետք է որ ամենը մեկ-հատ շնորհակալ եմ և շնորհակալությունս անձամբ հայտնել կուզեմ երբ որ գանամ գրգին ազատավես շրջանել առաջին գալիք երկիրս Հայաստան է բայց մեկ կողմենա Գերմանիա է ինձ համար շատ մոտ դեղը երկու բզդիկ զավարդս Գերմանիա գավին և գերմանացի են ուրեմն հոնա դում ունի այսինքն ես բավական ինտերնացիոնալ մեկն միայն հայ չեմ կամ միայն թուրք չեմ մի քիչ գերմանացի, մի քիչ գույն, մի քիչ ամերիկացի եմ Դուք ասացիք, որ դուք օգտագործեցիք այդ 3.5 տարին և գրքեր գրեցիք, ես հիշում եմ, որ դուք նախորոք էլ երբ որ բանդարգված էիք,
ձեր գոթողային աշխատանքը Թուրքիո լեզվի հետ կապված պատրաստել էիք եւ երբ որ դուրս եկաք շնորհակալություն հայտնեցիք Պետությանը այս առիթին համար դուք մտածում եք որ երևի մի 30 տարի էլ կաշխատիկ դրա վրա ձեզ փանդարգելու շնորհիվ Պետությունը ձեզ լավություն արեց ու դուք կարողացաք կարճ ժամանակամիջոցում ավարտել այդ աշխատանքը իսկ հիմա ինչ նպատակներ ունեք ինչ եք ուզում անել նորից Թուրքիա վերադառնալ թե դրսից պայքարը շարունակել կամ ընդհանրապես չպայքարել Ուրեմն իմ արմատական բարարանս շարունակող խնդիրն է, այսինքն հիմա 6-րդ տվյալության մեջ է 7-րդ տվյալությունը շատ հարաշացած բիվա, գրեթե գրգին միտիլա եւ մեկ միջոցը երևուկես տարվա մեկ միջոցը բարարանը նորոգելով անց այսինքն 19000 հատ տեքստի օրինակ ավելցուցի բարարանի մեջ շատ հարաշացավ հետո սկսա բարարանին introduction նախապարը եւ այդ նախապարը մեծավ եւ եկավ անգախ քիրքի մը վերածվեցավ ուրեմն գրեթե 350 էջ կամ 400 էջ նոց թուրքական լեզվին պատմությունը անունով քիրք մը եղավ Ատկեզատ, բոլորովին զատ, պանդի մեջ շատ էրգան խոսակցություններ ունեցա զանազան մարդոց այդ գրոնքի մասին և գրոնքներու մասին և գրոնական հավատքի մասին և ատ տալ շենք շնորք հաստ քիրքի մոբիդի վերածվի գգարձեմ թե Ուրեմն լինգվիստիկի վրա, այսինքն լեզվաբանական պատմության մասին եւ գրոնական պոլեմիկներու մասին ունիմ 2-3 նոր քիրք։ Այս անգամ անցյալ, այսինքն 17 տարի առաջվան պանդագումի պես շատ չկրծա աշխատել, որովհետեւ կոմպյուտեր չունեի։ Եվ ամեն բան դեդրակներու մեջ գրելով աշխատելու ստիպեցա բայց ուրիշ տեսակ շատ քիրք կարդացի այսինքն իրավես գրեթե գրգին համալսարան հավատեցի քիրք կարդալով Իսկ քաղաքական առումով ինչ նպատակներ ունեք Հիմա միջոց մտիչ դունս պիտի կաշվիմ եւ աշխատիմ պետք է սա քիրքերը լնցունեմ Անշուշտ կուզեմ Թուրքիա վերադառնալ եւ գուսամ թե 2-3 տարի շատ չի պիտի դեռաստիա որովհետեւ Թուրքիայի ռեժիմը չեմ գարձել թե շատ երգանդեր է այսինքն խնդություն մնաց եւ պիտի անցնի եւ գգարձեմ եւ գուսամ թե երբ որ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երթա իսկույն բամը վիդեոլա ընդհանուր ամնեստի Մենք նախնական զրույցի ժամանակ պարոն Լոկմագյոզյանի հետ մեկ դար առաջ տեղի ունեցող իրադարձություններն էինք հիշում այն ժամանակ էլ օրինակ Գրիգոր Զոհրաբը իր ընկերների հետ համոզված էին որ հենց Աբդուլ Համիդը կնա լինելու է ամնեստի լինելու է դեմոկրատիա ու ամեն ինչ առասարակ շատ լավ է լինելու չեք կարծում որ կարծես կրկնվում է ամեն ինչ պատմությունը Ասկե 120 տարի առաջ Անգլիայի նախագահը բաշպականը Լորդ Սալզբուրին ասաց է Թուրքիա ավական շատ փայլուն է եւ միշտ անհատ պիտի մնա ասկցակ 120 տարի երբ ամը չէ փոխված Թուրքիա միշտ հույս ունի որ ավական փայլուն է Երբեմն ամեն 10 տարի մեկը կամ 20 տարի մեկը գմոդենա ադաբական երբ որ ցերկերնի դերգնցունել բռնել չանակ գնայիք թե գրգին բանի վերածված է գործված է Ձեր սերը որքան հասկանում եմ անկեղծ է, եթե այդքան իմանալով, հասկանալով դուք այնուամենայնիվ այդ երկրի վրա դեռ խաչ չեք քաշել, նշանակի, որ իրոք էսպես որդիական սիրով կսիրեք այդ երկիրը։ Այո, գտարզեմ, այո, ճիշտ։
Պարոն Նշանյան, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, այսպես բարեհաջող փախուստի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։